Խոսքս փոխանցեմ Ռուբեն Մխիթարյանին։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, առաջին հերթին ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, որովհետև ձեր իսկ լուսաբանման շնորհիվ պարզ դարձավ, որ Ռուբեն Մխիթարյանը որևիցե գործողություն չէր կատարել, ոչ իր առաջին գործողության մասին է խոսքը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից այս ամբողջ ընթացքում կատարված ահռելի աշխատանքի լուսաբանման համար, որովհետև վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այս պահին այսպես ասածա, թիրախավորվող խմբերը, լրագրողներն ու փաստաբաններն են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև իմ փաստաբանական ամբողջ թիմին, իմ գործընկերներին, մեր ձևով թիմին։ Մի բան կուզեմ նշեմ, վերջին ժամանակներս նաև իշխանության կողմից անդադար տարբեր տեսակի հարցեր են հնչում, թե լավ վերջի վերջո ամեն մեկը ասում եք մեր ձևով մի բան է, մեկ ուրիշ բան է ասում, մեկ ուրիշ մի բան է ասում։ Կուզեմ հենց այդ մեր ձևովին նաև շատ հակից ճանաչդառնամ, մեր ձևովը վստահեցնում եմ ձեզ նամանավանդ վերջին 30 օրվա մեջ, շուրջ 30 օրվա մեջ ես հասկացա, որ մեր ձևովը նաև նշանակում է մի մեծ ընտանիք։ Ինչի, երբ որ ես գտնվել եմ նման անհասկանալի կարգավիճակում, այդ ամբողջ ընթացքում մեր ամբողջ թիմը, շարժման անդամների երևի գերակշիռ մասը առավոտից իրիկուն եղել են մեր տանը, 24/7 եղել են իմ ընտանիքի կողքին, իմ ընկերների կողքին, դրա համար միանշանակ մեր ձևովը նաև իթիվս այլ միայն տնական բաների նշանակում է ընտանիք։ Ուզեմ նաև շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր հայրենակիցներին, ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր այս ամբողջ ընթացքում ցուցաբերել են ուշադրություն, հարցը պահել են ուշադրության կենտրոնում, որը շատ կարևոր էր, եւ նաև բոլոր մեր հայրենակիցներին, որովհետեւ քանի որ մոտ 28 օր գտնվելով անազատության մեջ, այսպես ասած աշտագին աշխարհից կդրված եմ եղել, վերջին 1.5 օրվա ընթացքում, նայելով Facebook, չգիտեմ այլ սոցիալական կայքեր, հասկացա, թե ինչքան մեր հայրենակիցներ հոգնել են այս ամեն ինչից, որովհետեւ վստահ եմ բնակչության գերակշիռ մասը տեսել նաև այդ տեսագրությունները, թե ես ինչ էի անում, ինչի համար էի գնում ու ինչ անցած ճանապարհ ունեմ։ Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ այդքան ուշադիր են եղել եւ այդքան սրբացավ։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին բոլորիս հայտնի իրադարձություններին, ուրեմն հոկտեմբերի 20-ին հաշվի առնելով փաստաբանության մասին օրենքով, նախատեսված փաստաբանական գաղտնիքը չեմ կարող բարձրաձայնել, թե ում կամ քանի հոգու այս, որպես պետք է ներգրանայի եւ փաստաբանական օգնություն ցուցաբերեի։ Ես Երևան քաղաքից շարժվել եմ Գյումրի քաղաք, այնտեղ հաշվի առնելով, որ հրաբարակ արդեն փակ էր, ոստիկանական մեքենաներ են եղել, ցույց եմ տվել իմ փաստաբանական արտոնագիրը, մեքենայով կարողացել եմ հանգիստ մոտենալ քաղաքապետարանի շենքին, այսինքն ոստիկանության աշխատակիցները այդ մասում գտնվող հենց այդ պահից սկսած տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու եւ առանց խոչընդոտ թույլ են տվել ինձ անցնել այդ բաց փողոցով։ Դրանից հետո ուրեմն բոլորի հայտնի կարճ տեսագրությունն է, որտեղ ինձ թույլ չէին տալիս մտնել քաղաքապետարանի շենք, սակայն այդ դեպքում կողել էր նաև մեր ոստիկանների աշխատանքը, ովքեր մոտ 10-15 րոպե բանակցելուց հետո ու որոշակի ենթադրում եմ ճշտումներից հետո թույլ տվեցին մուտքը քաղաքապետարանի շենք։ Այնուհետև երբ որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արդեն հետևի տնով իջեցնում են ներքև ու մեքենան շարժվում է, բոլորս գտնում էին քաղաքապետարանի ձախ կողմում։ Դրանից հետո
հայտնի մյուս տեսագրությունն է, որտեղ ես ամբողջովին հանգիստ կանգնած եմ ու եթե ճիշտ եմ հիշում, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, մի քանի րոպե տկանից հետո նկատեցի, որ ունենք ինչ-որ ակտիվություն։ Արագ քայլերով այդ տեսակցությունը, երբ որ նայում եմ ժամանակագրային տարբերակումը, երբ որ անում ենք, տեսնում ենք, որ ընդամենը 1-2 րոպե հետո հայտնվել եմ այդ գիզակետում, հա, ձեռքերս բարձրացած, մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների, հա, մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, եւ մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանդարտության կոչեր անել։ Այդ երևի թե ըստ զգացողության էլ նաեւ տեսակցություններից հետ բարձվեց, որ տևել եմ մոտավորապես 15-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակով կանգնած եմ եղել, ու այդ պահին ինձ առնվազն իմ համար անհասկանալի պայմաններում բերման են ենթարկում։ Բերման ենթարկելուց հետո ամբողջ ընթացքում ես բոլորին զգուշացրել, նաև ձերբակալող հա, ոստիկանության զորքերի աշխատակիցներին, տեսակցությունները նաև դուք տեսել եք, որ ասում եմ, որոցե խնդիր չկա, ես ձեր քայլում եմ եւ ձեր հետ փաստաբան եմ, փաստաբանական կոորդինացիա եմ իրականացնում, ինչեւ է այդ բանը արդեն բերման են ենթարկում ու մնացածը, ես ասում եմ, դուք արդեն գիտեք, թե հարցեր կան կամ եւ մի լրացում անեմ, տեսեք նաեւ ինչն էր հետաքրքիր սույն քրական վարույթով, երբ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալելիս, այդ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ, իսկ ձերբակալում իրականացնողը եղել է այլ անձ։ Եվ Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն վարորդն իրականացնող մարմինը, ճակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ պահին այդ դատավորը դրան եւս որևիցե ուշադրության չի արժանացրել։